Հարգելի պատգամավորներ, սիրելի հարկվճարողներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը։ Մեր կառույցի առանձնահատկությունը հաշվի առնելով ես կխոսեմ եւ հարկային եկամուտների մասի հաշվետվությունից եւ նաեւ մեր կառույցի ծախսերի հաշվետվությունից։ Սկսեմ հարկային եկամուտներից նախ 2025 թվականին բավական բարձր արդյունքներ ունեցանք, 2 տրիլիոն 725 միլիարդ հարկային եկամուտներ եւ տուրքեր վճարվեցին։ Պետական բյուջե եւ եթե համեմատենք նախորդ տարվա հետ, խոսքը երկնիշ 14% աճի մասին է։ Եթե համեմատենք ծրագրի հետ 100.2% կատարողական է, եթե ճշտված ծրագրի հետ համեմատենք 100.3% կատարողական եւ եթե համեմատենք նաեւ տարվա ընթացքի կանխատեսումների հետ, որոնք որ հրապարակվել են, դրանցից նույնպես առաջանցիկ ենք։ Հաջորդ ցուցանիշը, որը որ բնութագրում է մեր եկամուտների պատկերը, երկու մասի եթե տարանջատենք, հարկային մարմնի մասով 14.5% աճ ունենք, մաքսային մարմնի մասով ունենք 11.6% աճ, ընդ որում գրեթե բոլոր հարկատեսակներով աճեր ունենք, այսպես ավելացված արժեքի հարկի աճը 21%, ակցիզային հարկի աճը 12.1%, շահութ հարկի աճը 19.6%, եկամտային հարկի աճը 11.8%, շրջանառության հարկի աճը 30%, միայն ռոյալթիի մասով ենք ըստ էության բացասական զարգացումներ ունեցել, հանքարդյունաբերության ոլորտում զարգացումներով պայմանավորված եւ ռոյալթիի համակարգում փոփոխություններով պայմանավորված, եւ այս ամենի արդյունքում եթե ամփոփենք, ունենք տնտեսության համեմատ առաջանցիկ հարկային մուտքեր, ինչը նշանակում է, որ վարչարության արդյունավետությունը բարձրացել եւ ստվեր է նվազել, մասնավորապես գործ ունենք 0.7%-ային կետով հարկեր հնայի աճի հետ եւ հասել ենք 24.03% մակարդակի ու մեր գնահատումներով այդ 0.7-ի ծանրակշիռ մասը 0.4%-ային կետը հենց վարչարության արդյունավետության աճի հետևանք է։ Սա եկամուտների մասը, ինչ վերաբերում է մեր ծախսերին, ապա նշեմ, որ 25 թվականի ուրեմն ճշտված պլանով ունեցել ենք 131 միլիարդ դրամի ծախսեր, պետական եկամուտների կոմիտեի մասով նախատեսված, որից ընթացիկ ծախսերի համար 125.2 միլիարդ, իսկ կապիտալ ծախսերի համար 6.3 միլիարդ եւ փաստացի ծախսերը կազմել են 124.9 միլիարդ կամ եթե կատարողականի մասին խոսենք 95% կատարողական եւ այստեղ մեր հիմնական թերակատարումները եղել են կապիտալ ծախսերի մասով եւ փորձեմ դրանցից յուրաքանչյուրը ավելի մանրամասն մեկնաբանել։ Նախ ունենք 3 ծրագիր, առաջինը հարկային մաքսային ծառայություններ, որոնք ուղղված են ամբողջությամբ պետական եկամուտների կոմիտեի գործառույթների կատարմանը, մյուսը հիպոթեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի ծրագիրը եւ երրորդը առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության տրամադրման ծրագիրը։ Դրանցից յուրաքանչյուրի մասով նշեմ, որ ուրեմն հիպոթեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի մասով ճշտված պլանով ունեցել ենք նախատեսված 96.6 միլիարդ դրամ ծախսեր, որից փաստացի կատարվել է 95.6 միլիարդ դրամ, այսինքն գրեթե մեծ մասը կատարվել է, եւ եթե խոսենք, թե քանի անձ է օգտվել այս ծրագրից, մոտ 65,000 շահառու ունենք 2025 թվականին, եւ այդ փոքր թերակատարումը, այսպես ասված, դա պարզապես շահառուների թվականակի որոշակի շեղման հետևանք է։ Ինչ վերաբերում է մյուս ծրագրին, առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրման հետ կապված, այստեղ ունեմ ճշտված ծրագրով ունեցել ենք 52.5 միլիոն դրամ, փաստացի կատարողականը եղել է 49.8 միլիոն դրամ կամ շուրջ 95%, եւ սա նույնպես շահառուների հետ է կապված, մոտ 100 շահառուի հետ գործ ունենք այստեղ,
Հիշեցնեմ, որ 2025 թվականին շրջանառության հարկի փոփոխություններով պայմանավորված առևտրի ոլորտին որոշակի ժամանակ տալու համար, որպեսզի իրենք կարողանան իրենց փաստաթղթերը կարգի բերեն, մնացորդները կարգի բերեն եւ կարողանան ներկայացնեն պետական եկամուտների կոմիտեին եւ դրա պատճառով չունենան հարկային ավելի մեծ պարտավորություններ, այս միջոցառումը ներդրվեց, որպեսզի իրենք կարողանան, այսինքն այն մասը, որը որ դրա կարիք ունի, կարողանա օգտվել։ Մեր հիմնական ծրագիրը հարկային մաքսային ծառայությունների հետ կապված նախատեսված է եղել ճշտված պլանով 34.8 միլիարդ, փաստացի ունեցել ենք 29.2 միլիարդ կամ 84% կատարողական, եթե բաժանենք մասերի, ուրեմն ընթացիկ միջոցառումների գծով ունենք ճշտված պլանով նախատեսված 24.6 միլիարդ դրամ, որից փաստացի ծախսը եղել է մոտ 24 միլիարդ դրամ կամ 97.4%, իսկ թերակատարումը 630 միլիոն դրամ կամ 2.6%, որը հիմնականում պայմանավորված է գնումների արդյունքում առաջացած խնայողություններով, այսինքն առանձին տարբեր գնումների ժամանակ խնայողություններ են եղել եւ մի մրցույթ ունենք, որի մասով չկայացած է եղել, խոսքը մեր համազգեստների ձեռքբերման մրցույթն է, որը այս տարի ենք նախատեսել իրականացնել։ Մյուսը կապիտալ միջոցառումների գծով ունենք հետեւյալ պարտքերը, նախ սրա տակ մտնում են ինչպես ներքին աղբյուրներով, այնպես էլ արտաքին աղբյուրներով իրականացվող շինարարական ծրագրերը, ուրեմն դրա տակ կա միջոցառում, որի անունն է պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովության բարելավում միջոցառումը, որի ճշտված պլանը եղել է 782.2 միլիոն դրամ, փաստացի ծախսերը եղել են 195 միլիոն դրամ, եւ այստեղ հիմնականում մեր Բաղդաշանի սահմանային անցակետի վերակառուցման ծրագիրն է, ովքեր անցել են տեսած կլինեն, որ աջ կողմում բավական մեծ թափով շինարարություն է իրականացվել, ուղղակի եկել հանգել ենք մի կետի, որտեղ նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն կան, որպեսզի եղած կետը համարժեք լինի լավագույն ստանդարտներին եւ միաժամանակ այդ նախագծից հետո դնենք ամբողջական մրցույթի եւ առաջիկայում կդնենք այդ մրցույթը եւ կունենանք արդեն վերակառուցված Բաղդաշանի մաքսային անցման կետ ավելի մեծ հնարավորություններով ու ավելի շատ ուղիներով։ Եվ մյուսը Մեղրի սահմանային անցման կետի ծրագիրն է, որը իրականացվում է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկով եւ Եվրամիության դրամաշնորհով, այս մասով ուրեմն ճշտված պլանը եղել է 2.2 միլիարդ դրամ, փաստացի ծախսել ենք մոտ 1 միլիարդ, այսինքն կեսը գրեթե, եւ սա ինչով է պայմանավորված եղել, ուրեմն անցած տարվա ընթացքում շինարարությունը հասել էր մի կետի, որտեղ անհրաժեշտություն կար լրացուցիչ հողեր ապահովել, որտեղ ինքը մակարդակով ավելի ցածր է եւ կարիք կա հարթացնելու այդ ամբողջ տարածքը, որի վրա շինարարությունը կմեկնարկի, այդ խնդիրը լուծված է արդեն, ու այդ խնդրի լուծման արդյունքում մենք հիմա արդեն փաստացի այնտեղ մոտ 40%-ի շինարարությունը ունենք իրականացած եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ընդհանուր հասնել մինչեւ 70-80% մակարդակի, ինչը նշանակում է, որ 27 թվականի սկզբում կունենանք Մեղրիի սահմանային նոր մեծ հնարավորություններով անցակետ եւ մյուսը Սյունիքի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ծրագիրն է, որով նախատեսված է եղել 3.03 միլիարդ դրամ կամ շուրջ 3 միլիարդ դրամ 25 թվականով, սա չի ծախսվել, ինչի, որովհետեւ սրա ի սկզբանե նպատակը նա է եղել, որպեսզի վարկային ծրագրեր նախատեսվեն, հետո վարկը ոնց որ ստորագրվել է դրանից առաջ, դրանից հետո ընկել ենք այդ գնումների կազմակերպման գործընթացների մեջ եւ այդ գնումների կազմակերպման գործընթացների արդյունքում մեծ պրոգրես ունենք, ընտրվել է արդեն ինժեների ընտրությունից հետո էլ կկազմենք արդեն շինարարության նախագիծը ու արդեն կյանքի կոչենք Սյունիքի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։ Նշեմ, որ սա այդ ԱՏԳ-ներից երկրորդն է, ես մեկը առիթ ունեցել եմ այստեղ զեկուցելու Երևանի ԱՏԳ-ն է, որը հյուսիս-հարավի հարևանության Պրոշյան գյուղում է իրականացվում, Սյունիքն էլ ըստ էության էլի հյուսիս-հարավի հարևանությամբ է, այսինքն ստացվում է մեր սահմանները կապող հյուսիս-հարավ ճանապարհի կողքերին լինում են լոգիստիկ կենտրոններ, որոնք նպաստելու են մեր խաչմերուկ դառնալու եւ տարանցիկ հանգույց դառնալու պոտենցիալին առաջիկա տարիների ընթացքում։ Ծախսերի մասով այսքանը եւ
Վերջում իհարկե շատ կարևոր կլինի խոսել այն արդյունքներից, որոնք որ մենք ունենք, որտեղ կարծում եմ հասարակությունը ակնկալում է լսել, թե այսքան ծախսեր, որ իրականացվում են պետական եկամուտների կոմիտեում, ինչ արդյունք ենք ստացել։ Նախ, եթե ընդհանրական փորձեմ ձևակերպել, ապա հասարակությունը ստացել է ավելի պրոֆեսիոնալ, ավելի արդյունավետ, ավելի քիչ շփվող հարկվճարողի հետ, ավելի շատ թվային գործիքներ կիրառող եւ ավելի մարդակենտրոն ծառայություն, իսկ որպեսզի ավելի կոնկրետ խոսեմ, փորձեմ բացեմ այն ձեռքբերումները, որոնք որ մենք ունեցել ենք 2025 թվականին որոշակի խմբերով, նախ նշեմ, որ հարկային վարչահայության գործիքների տեսանկյունից մի քանի ուղղությամբ կատարելագործումներ ենք իրականացրել, ուրեմն ներդրել ենք արհեստական բանականության նոր գործիքներ, որը ինքնին ենթադրում է մեծ պրոգրես անշփում վարչահայության եւ հեռավար վարչահայության մեջ, ներդրել ենք ավելացած արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգ, որի արդյունքում աշճանաբար մեծացնելու ենք ավելացած արժեքի վերադարձների մեջ ավտոմատ վերադարձների դերը, մյուսը հարկվճարողների մոտ այցելություններ ենթադրող ստուգումների քանակը էապես նվազեցրել են, դրան զուգահեռ մեծացնելով վերլուծությունների դերը եւ մի ցուցանիշ օրինակ նշեմ, բացի այդ փոփոխությունից մենք վարչահայության արդյունավետությունն ենք էապես բարձրացրել, եթե մեր բոլոր վարչարական գործիքներով նայենք, տեսնենք ինչքանով է թիրախավորումը մեծացել, այսինքն ինչքանով են խախտումներ հայտնաբերվել ստուգումների քանակի մեջ, մենք 56-57% ունեցել ենք 2024 թվականին, 25 թվականին այդ թիվը հասել է 73%-ի, այսինքն ունենք 17%-ային կետով բարելավում վարչահայության արդյունավետության եւ ստվերի բացահայտումների տեսանկյունից կուզենայի խոսել, այստեղ ուրեմն նույնպես օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է, բայց դրա դիմաց ունենք բացահայտված տվերային շրջանառության 44.2%-անոց աճ կամ 363 միլիարդ տվերային շրջանառություն, եթե հարկի մասին խոսեմ, 124 միլիարդ հարկի մասին է խոսք գնում, պոտենցիալ հարկի, որոնք աշճանաբար վերականգնվում են, կամ 29%-անոց աճ, եւ այստեղ էլ է կառուցվածքային էական փոփոխություն տեղի ունեցել, մենք սկսել ենք կիրառել թվային հետախուզության գործիքներ բավական էական մասում օպերատիվ հետախուզական միջոցառումների, եթե 24 թվականին այդ թիվը 6-7% էր, հիմա հասցրել ենք 40%-ի եւ այդ շարունակաբար մեծացնում ենք, ինչը նշանակում է, որ մենք կարողանում ենք ներկա թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում տարբեր համակարգչային սերվերներից, քլաուդներից, այլ վայրերից դուրս բերել այս տվերային շրջանառությունները, որոնք թաքցվում են հարկվճարողների կողմից պետությունից։ Մյուս բարեփոխումների հետ կապված, ուրեմն հսկիչ նշանների համակարգը, թվային դրոշմավորման համակարգն է էապես կատարելագործվել, ամբողջական հետագծելիություն ենք ներդրել, ինչպես նաև գինը նվազեցրել ենք 1 դրամով մեր հարկվճարողների համար։ Առաջին անգամ շուրջ 4 տասնյակ երկրների հետ ֆինանսական հաշիվներ ենք փոխանակել, ինչը նշանակում է, որ մենք արդեն մեր ռեզիդենտների դրսի հաշիվների հետ կապված տեղեկատվություն ենք տիրապետում եւ արդեն օգտագործում ենք վարչահայության մեջ, խաղային օպերատորի մրցույթ է հայտարարվել, ինտենսիվ աշխատել ենք 25 թվականին եւ ընդհուպ առաջիկա օրերին արդեն կունենանք հայտ, գնահատում եւ դրանից հետո արդեն ներդրում խաղային օպերատորի, որը թույլ կտա ամբողջ խաղային ոլորտը իրական ժամանակի ռեժիմով վերահսկել։ Ունեցել ենք խոշոր բացահայտումներ այդ թվային հետախուզության նաեւ շնորհիվ, անցած տարի մի սերվեր բացահայտեցինք, որը գիշեք նախկինում մի դեպք նմանատիպ եղել էր, սա մոտ 3-ից 4 անգամ ավելի մեծ սերվեր էր, 30 միլիարդից ավել պոտենցիալ հարկով, դրա մասին շատ հրապարակումներ ունեցել ենք, մանրամասն խոսել ենք, սա մեր հաջողությունն է նաև այդ օպերատիվ հետախուզական միջոցառումների ու թվային հետախուզության գործիքների տեսանկյունից, նաև հետաքրքիր նոր ոլորտներ են ընկել մեր տիրույթում, օրինակ դեղատներ, սպորտային ակումբներ, նաև խաղային ոլորտի որոշակի սուբյեկտներ։ Թվային տեսանկյունից քաղաքացիենք հետաքրքրի թե պետական եկամուտների կոմիտեն ինչպիսի հարթակներ է ստեղծել կամ աջակցել դրան ստեղծմանը, խոսքը ուրեմն նպաստների վճարման հարթակն է, հարկային ռեզիդենտության տեղեկանքի տրամադրման հարթակն է, աշխատանքային պայմանագրերի կնքման եւ առողջության համընդհանուր ապահովության վճարների վճարման նոր թվային պլատֆորմներ։ Այս բոլորի մեջ մենք ուղիղ ծանրակշիռ մասնակցություն ունենք, ինչպես նաեւ եկամուտների հայտարարագրման մասով կհիշեք, որ մեծ ռեֆորմ իրականացվեց, անցանք ամբողջությամբ նախալրացման։
եւ աշճանաբար մեծացնում ենք տվյալների ավտոմատ ստացման պլատֆորմները, որի արդյունքում մեր քաղաքացիները ավելի քիչ ժամանակ կծախսեն այդ հայտարարագրերը ճշգրտելու կամ լրացնելու ուղղությամբ։ Մաքսային մասով խոսեմ, ուրեմն ներդրել ենք էլեկտրոնային ծանոթությունների հեռավար համակարգ, որտեղ մաքսային գործընթացները հեռավար են կազմակերպվում, արտահանողների համար 24/7 ռեժիմ, ինքնաշխատ բացթողնման եւ ռիսկերի համակարգի համապարփակ վերանայում ենք իրականացրել, հիմա ներկայումս մեր ներմուծումների 9-ից 10%-ը առանց որևէ խնդրի նախորդ ռիսկերի վերլուծությամբ հանգիստ անցնում են բոլոր գործընթացները, այդ թվում նաեւ սահմանը։ Կանաչ ռիսկի մակարդակը մեր մոտ կտրուկ աճել է, ինչ ենք արել, մեր բոլոր ռիսկերը վերանայել ենք, դրա արդյունքում մեր բոլոր հայտարարագրերով եթե կանաչ ռիսկը 57% էր 24 թվականին, հասել է 73%-ի, այսինքն այստեղ էլ 16%-ային կետով աճ ունենք, ինչը նշանակում է ավելի արագ մաքսային գործընթացներ, ավելի քիչ ժամանակ ծախսված արտահանման եւ ներմուծման վրա եւ զննման ցուցումով կամ կարմիրով կշիռը 9%-ից իջել է միջազգային ստանդարտներին համահունչ 5%-ի, այսինքն ընդամենը 5%-ն ենք մենք անցկացնում զննում եւ իհարկե նաեւ մի հարթակ ենք ստեղծել, որը արտանողին ներմուծողների մոտ մեծ ողջևորություն է առաջացրել, էկզիմն է, հասանելի է բոլորին, այնտեղ կարող են գտնել բոլոր իրավական ակտերը, բոլոր մաքսային վճարները, դրանց հետ կապված հաշվիչները, այսինքն ցանկացած մարդ արտահանող ներմուծով զբաղվելիս այդ հարթակում ամեն ինչի մասին կարող է միանգամից տեղեկանալ։ Միջազգային համագործակցության դաշտում ուրեմն Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի մասով խոսեցի, դրա մասով վարկն է ստորագրվել, ինչպես նաև դրամաշնորհը, որը այստեղ ես զեկուցել եմ, Վրաստանի հետ համատեղ կետի ստեղծման աշխատանքներ ենք քննարկում Գոգավանի հատկապես հատվածում, իսկ Իրանի հետ թեստավորում ենք նախնական տեղեկատվության փոխանակման համակարգը։ ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցություն ենք մեկնարկել եւ շատ ինտենսիվ համագործակցություն ունենք մի քանի ուղղություններով, մեր մաքսային համակարգում վերլուծական եւ արհեստական բանականության կարողությունների զարգացումը, իդեպ սա առարկայացումն է այն բոլոր փաստերի, որոնք ստորագրվել են Վաշինգտոնում։ Ստեղծել ենք մոնիտորինգային կենտրոն, որտեղից կարող ենք իրական ժամանակի ռեժիմով հետևել սահմանային կետերի շարժին, այսինքն երբ որ սկաներները աշխատում են սահմանային կետերում, կա կենտրոն, որտեղ հենց այդ նույն պահին տեսնում են, թե ինչ է կատարվում եւ մեր մասնագետները ցույցում են տալիս տեղի մաքսային ծառայողներին, որպեսզի համապատասխան զննումներ անեն, ինչը նշանակում է, որ այսպես ասված տնտեսական անվտանգության պաշտպանության գործառույթը էապես էֆեկտիվությունը բարձրացել է մոնիտորինգային կենտրոնի ներդրումից հետո։ Եվ իհարկե ամփոփելով նաև նշեմ, որ հաշվի առնելով մեր համակարգի զգայունությունը, հատկապես կոռուպցիոն ռիսկերը, մենք այդտեղ ենք մեծ պայքար մղել 2025 թվականին ու շարունակում ենք նաև այս տարի եւ ունենք մոտ 2 տասնյակից ավել հաղորդումներ, որոնք աննախադեպ են, բավական մեծ են, ինչպես նաև 80 կարգապահական պատասխանատվություններ եւ իհարկե բազմաթիվ մարդիկ, ովքեր որ համակարգը լքել են, բազմաթիվ մարդիկ էլ անցել են համապատասխան դասընթացներ իրենց բարեվարկության հետ կապված։ Այսքանը 2025 թվականի մասին,